Այսօր կառավարության շենքի դիմաց հավաքվել էին հայկական բանակում զոհված զինծառայողների ծնողները իրենց որդիների մահվան համար արդարադատություն պահանջող կոչերով։ Նոյեմբերի 3-ին Ուչեպկայի ժամանակ գիշերը ժամը 1-ին Ղարաբաղում ցորում կրակել են հրաման են դասընթացների ժամանակ։ Հրաման են տվել կրակել են երեխաները։ Սխալ հրաման։ Հիմա ոչ մեկը ոչ մի հարց չի լուծում, մեզ կոնկրետ պատասխան չեն տալիս։ Դատարանում մեզ խափում են, մերժում են, գնա այսօր արի, գնա վաղ արի, այդպես։ Ծնողը ինչ անի։ Ում դիմի, որ պիտի արդարությունը որոշեն։ Ծնողներն հանում են դուրս, իրանք դատ են անում։ Երբ որ ծնողը հասնում է, որ պետք է դատ անի, ասում է դատը չի կայանում։ Ինչի համար։ Մենք արդարություն ենք պահանջում օրենք։ Եվ հազար դատավոր են ուզում դատը անի։ Հրամանատիրինը իրավունք չունի հարցից դատի ժամանակ։ Թեժ կրակակետով երեխաներն անցկացնում են։ Երբ որ այն դեպքում, եթե երեխաները արդեն մի քանի օր մնացել տուն գան, երեխեքին տանում են Ուչեպկի։ Ինչի համար։ Այս դեպքը կատարված դասընթացների ժամանակ լրիվ բայվոր կրակով գտնում զորացրել են իրանք, գտնում Ռուսաստանի Դաշնությունում, դատավոր են հարցազրույց են տալիս, մարդը կարանք բերեն բանավուր, կարանք բերեն։ Այսօր դատարանները թեկուզ եւ որոշումները կայացնում են, բայց այդ որոշումներն ինչ։ 3 տարի հետո, 2 տարի հետո այդ նույն հանցագործները դրսում են։ Ինչու՞